Օր 6-րդ Իրան-իսրայելական հակամարտությունը օր-օրի շարունակում է նոր թափ ստանալ։ Երկու երկրները միմյանց կոչ են անում էվակուացնել քաղաքացիներին ու դրան զուգահեռ կիրառում են գերժամանակակից եւ գերճշգրիտ հրթիռներ։ Որքան մեծանում է պատերազմական գործողությունների մասշտաբը հարևան երկիր Իրանում, այնքան անվտանգային խնդիրներն ավելի խոցելի են դառնում տարածաշրջանում, այդ թվում նաև հարավային Կովկասում։ Պատմության փորձն է ցույց տվել, որ հենց նման իրավիճակներում է, որ Հայաստանի հակառակորդները թշնամիներն օգտվել են առիթից ու հարձակվել Հայաստանի վրա։ Այս ֆոնին վտանգ կա Ադրբեջանից։ Ադրբեջանը չունի հիմնավոր պատճառ եւ լեգիտիմություն Հայաստանի վրա որևէ կերպ ագրեսիա սկսելու համար։ Նիկոլ Փաշինյանն էլ լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց, թե Իրանում ստեղծված իրավիճակով պայմանավորված անվտանգության խորհրդի նիստ է եղել։ Ուղղակի հայտարարություն չեն արել։ Այդ նիստերը նրա համար չեն, որ Սյունիքի հետ կապված վտանգ կա։ Ես այդ հայտարարությունները համարում եմ սադրիչ, պրովոկատիվ։ Մի րոպե, ես այդ հայտարարությունները համարում եմ սադրիչ, պրովոկատիվ, ես այդ հայտարարությունները համարում եմ չհիմնավորված եւ Հայաստանի քաղաքացիների շրջանում անհանգստություն, խուճապ եւ անորոշություններ գեներացնելու համար։ Հայաստանի Հանրապետությունը եւ Ադրբեջանի Հանրապետությունը համաձայնեցրել են խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագիծը եւ ինչպես ասել եմ, Հայաստանի եւ Ադրբեջանի միջև նոր պատերազմ չի լինելու է խաղաղություն։ Իսկ եթե հանկարծ Ադրբեջանն ու իր եղբայրական Թուրքիան առիթից օգտվելով հարձակվեն Հայաստանի վրա ներխուժեն Սյունիք, բանակցությունները գոյություն ունեցող ձևաչափերով կարող են այդ ներխուժման դեմն առնել։ Օրինակ 3 գումարած 3-ը, որը հետագայում Վրաստանի դուրս գալուց հետո դարձավ 3 գումարած 2։ Ըստ վերլուծաբանների այս ֆորմատը միշտ էլ ձևական է եղել։ Ավելին, այն ստեղծվել է հենց Իրանին սիրաշահելու համար։ Ինչպես թուրքերն են ասում, ստեղծվել էին Իրանին զբաղեցնելու համար։ Կարելի ասել 3-ը ընդդեմ 2-ի էր, որովհետև Հայաստանի ու Իրանի շահերն էին համընկնում, իսկ Ռուսաստան, Թուրքիա, Ադրբեջան նրանք ավելի շատ ընդհանուր շահեր ունեին կոնկրետ հարցի վերաբերյալ, այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը։ Իդեպ վերլուծաբաններն արդեն խոսում են այն մասին, որ Իրան-Իսրայել պատերազմական ֆոնին հնարավոր է, որ Իրանը դուրս գա այդ ձևաչափից, եւ դրան կհետևի նաեւ Հայաստանի դուրս գալը։ Իրանը դուրս գա, ապեն կդառնա 4, բայց արդեն հավասարակշռությունն է խախտվում։ Հետևաբար կարելի է այդ ֆորմատը դենքսել։ Հայաստանը կարող է դենքը պահանջ դնի, որ արդեն այդ ֆորմատը իր էֆեկտիվությունը չունի եւ իր շահերը ներկայացնող երկրներն են նաեւ պակասում կամ գործընկերային, հետևաբար այդքան էլ նպատակահարմար չի գտնում։ Թեպետ հայկական կողմը խաղաղության է սպասվում, ագրեսոր Ալիևը ոտքը գազի ոտնակից հետ չի քաշում։ Իր հին երգն է կրկնում երգում, թե Հայաստանը պետք է հարգի ադրբեջանցիների իրենց նախնիների հողերը վերադառնալու իրավունքը։ Ալիևը համարում է, որ սա է կարևոր պայմանը տարածաշրջանում խաղաղության հաշտեցման եւ մարդու իրավունքների ապահովման համար։ Նաիր Մուրադյան, ժամը լրատվական։